Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Մենտապանի քննարկում բանավեճ կլոր սեղան հաղորդումն է։ Մենք դեռ վերջնականապես չենք կողմնորոշվել, թե ինչպես պիտի անվանենք այս շարքը, որը որ մենք կշարունակենք անպայման 2026 թվականին։ Եվ ես երևի սխալված չեմ լինի, որ ասեմ, որ ներքին քաղաքական օրակարգերից 2025 թվականը, որը ավարտվում է, ամենակարևոր օրակարգերից մեկը դա մեր հայ առաքելական եկեղեցու շուրջը բացված ճգնաժամն էր, որը որ տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, բայց մենք այսօր փորձելու ենք տարբեր կողմերից նայել այս հարցին եւ ներկայացնեմ այսօրվա մեր հյուրերին։ Վարդան Խաչատրյան, կրոնագետ, փիլիսոփա, Արտակ Սարգսյան, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս, վերլուծաբան, հասարակական գործիչ, Հայք նախաձեռնության ներկայացնողներից մեկը եւ Նայիրի Հոխիկյան, մեդիա փորձագետ, լրագրող եւ հասարակական հանրային գործիչ։ Ուրախ եմ պարոնայք, որ ընդունել եք իմ հրավերը եւ հիմա ներկա եք այս կլոր սեղանին։ Գիտեմ, որ բոլորը ձեր ելույթներում տարբեր մեդիա հարթակների վրա այս հարցին անդրադարձել եք բազմիցս եւ հիմա մենք փորձելու ենք այս կլոր սեղանի միջոցով փորձել բազմակողմանիորեն ներկայացնել այս հարցը, փորձել հասկանալ, թե արդյոք մենք ունենք միանման ընկալում, թե ընկալումները տարբեր են եւ սկսենք պարոն Վարդան Խաչատրյանից։ Պարոն Խաչատրյան, դուք ձեր բազմաթիվ ելույթներում խոսում եք, որ սա քաղաքակրթական պատերազմի մասին։ Եվ արդյոք եկեղեցու դեմ այս արշավը կարելի է դիտարկել այդ տեսանկյունից, արդյոք այստեղ փորձ է արվում հայկական կոդը կամ հայկականությունը ինչ որ ձևով ոտնձգություն անել դրա նկատմամբ, թե մենք այստեղ զուտ ունենք ուրեմն ներսիչ արժեքային որոշակի կոռոզիա եւ սա նրա հետևանք է, որ եկեղեցու ներսից եկեղեցին սկսել է քայքայվել եւ հիմա մենք տեսնում ենք սրա արդյունքը։ Գիտեք, եկեղեցու ներքին խնդիրները բոլոր ժամանակներում կան։ Գոյություն չունի կրոնական այնպիսի հաստատություն, որը համաշխարհային սփռում ունի եւ մեր եկեղեցին փաստորեն համաշխարհային կառույց է որպես այդպեսին, որի մեջ գոյություն չունենան խնդիրներ։ Դա անհնար է, ճիշտ այնպես ինչպես ասենք կաթոլիկ եկեղեցում, ասենք որ խնդիրներ չկան ընդհանրապես կամ կարող է լինել մի ժամանակ, երբ որ այդ խնդիրները չեն եղել կամ չեն լինելու։ Այդպիսի բան չկա։ Ուրիշ հարց է, որ մենք եկեղեցու հետ կապված խնդիրները այսօր դուրս ենք բերել որպես քաղաքական օրակարգ։ Արդյոք դա քաղաքական օրակարգ է, թե դա կեղծ օրակարգ է։ Իմ խորին համոզմամբ դա կեղծ օրակարգ է, որովհետև կամայական օրակարգ, երբ որ մենք ասում ենք, որ սա մեր քաղաքական օրակարգն է, պետք է լինի այնպիսի իր պրոբլեմատիկայով, որ դրան արձագանքի ողջ ժողովուրդը, կամ նրա մեծամասնությունը, հակառակ դեպքում ինչ օրակարգի մասին է խոսքը։ Եթե մենք դնում ենք, ասենք, կոնկրետ ինչ-որ մեղադրանքներ, որ եկեղեցին այսպիսին է, նրա գլուխը այսպիսին է, եւ այդ ամենով որ տոկոսն է այսօր հետաքրքրված Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Երևի 1-2%-ը ոչ շատ, բացի դրանից, երբ որ մենք անընդհատ ծամծմել ենք այդ ամենը, անընդհատ ներս են բերվում նոր արգումենտների փորձեր, այդ ամենը բթացնում է նաև հասարակությանը։ Ես այլ համարում եմ շատ բացասական, նեգատիվ երևույթ, որ չի կարելի բթացնել հասարակությանը։ Վերջապես ինչ է այդ եկեղեցին։ Եկեղեցին անհիշելի ժամանակներից եկել է հասել է մինչև մեր օրը որպես յուրօրինակ առանցք։ Այդ առանցքի մեջ ինչքան էլ զավեշտական չենչի գոյություն ունի նաև մեր հեթանոսությունը։ Չնայած հեթանոսության փոխարեն է քրիստոնեությունը ի հայտ եկել, համարում ենք մենք այդպես։ Բայց մինչև 16-րդ դարը արևորդիներ ենք ունեցել մեր երկրում եւ դուք պարզ կարող եք տեսնել անգամ մեր դյուցազներգության մեջ, որտեղ խառնված է հեթանոսական արևի պաշտամունքը
եւ քրիստոնեությունը, հա, ես ուղղակի օրինակը վերեմ, որ դա մերկապարանոց չհնչի, երբ որ Սասի Դավիթը պետք է վեր կենա եւ փշի այն ջաղած քարը, լուսնի ուժը, որը նրան սեղմում է ներքև, նա ոտքի է կանգնում ու ինչ է ասում. ով Մարութա Աստվածածին։ Աստվածածինը հասկանում ենք բոլորս, որ դա քրիստոնեության հետ կապված երևույթ է, դա Հիսուսին աշխարհ բերած Մարիամ Աստվածածինն է։ Ով Մարութա Աստվածածին, խաչ պատրաստի իմ աջ բասկին, ձեզ եմ կանչում էսնեղ ժամին։ Այսինքն այդ ամենը միաձուլվել է իրար հետ, առաջացնելով այն առանցքը, որը մշակութային տեսակետից մինչև այսօր ի վիճակի է սնել, ի վիճակի է մեր ժողովրդին տալ այն էներգետիկան, որը այդքան անհրաժեշտ է այսօրվա իրավիճակը հաղթահարելու համար։ Ես մյուսը ներող կլինեք ստիպված եմ ասել, որ եթե այսպես գնաց այդ հնարավոր հարաբերությունների նեգատիվ զարգացումը իշխանություն եւ եկեղեցի, մենք կհանգենք համակարգային ճգնաժամի, որովհետեւ եթե ժողովուրդը չի արձագանքում, կամենում ես թե չէ դու գալու ես համակարգային ճգնաժամի, եւ համակարգային ճգնաժամի ավարտը լինելու է ստուպարը, այսինքն որ կանգ կառնի մի պահի, եւ մենք կմնանք կոտրած տաշտակի մոտ։ Ես գտնում եմ, որ ամեն դեպքում չի կարելի գնալ այն ճանապարհը, որը մի կողմից իհարկե սահմանադրական էլ չի, ճիշտ է, եթե վերցնենք, սահմանադրությամբ իշխանությունները առանձնացված են եկեղեցուց, նրանք զատված են եկեղեցին դպրոցից, ասենք, եւ այդտեղ սահմանադրական չի, որ իշխանությունը, ասենք, որոշում է եկեղեցու մեջ պետք է այս փոփոխություններն անեմ, որոշել են, որ գրեմ, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցու փոփոխությունների տրամաբանությունը եւ այլն եւ այլն եւ այլն, որ դա պետք է լինի Հայաստանի եկեղեցին, լսեք, ես շատ լավ հասկանում եմ, էլի դա ինչ է նշանակում։ Ես չգիտեմ, կա մեկը, որը ասենք չի ընկալում, որ եթե մենք եկեղեցին դարձնում ենք հայաստանյաց եկեղեցի, մեր Սփյուռքի հետ կապերի միստվար հատվածը հատում ենք։ Անիմաստ տեղը, նորից եմ կրկնում, ինչու եմ ասում անիմաստ տեղը, որովհետև ներկայիս Հայաստանը աշխարհի այս փոթորկալի եւ պայթյունավտանգ իրավիճակի մեջ այդ մեծ կշիռը Իրանից չի ներկայացնում։ Այ հայոց բազմությունը ներկայացնում այդ կշիռը։ Եվ հանկարծ մենք հիմա որոշել ենք, որ մեր հաղթակհարտերից գլխավորը կորցնենք։ Ինչու՞։ Այս էլ այն շատ հետաքրքիր է։ Այսինքն չի տեղավորվում իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, որը որ հիմա իշխանությունները որ մենք ասում ենք իրական Հայաստան։ Այդ եթե իրական Հայաստանը առանց Մասի Սարիա, իրական Հայաստանը բարեկամն է Թուրքիայի, բարեկամն է Ադրբեջանի, այդ դեպքում բերեք մի հատ էլ պարզենք, էլի, Տիգրան ջան, իմ համար շատ միշտ էս հարցը տվել են, պատասխան չեմ ստացել, թե հայերի ինչ բազմություն է, որ համարում է հենց այդպես, որ նրանք մեր բարեկամներն են, եթե նրանք իրենց պետական քաղաքականությունը պարբերաբար հագեցրել են հայացյացությամբ սպանություններից սկսած եւ վերջացրած ամենակեղտոտ հերյուրանքներով հայ ժողովրդի հասցեին։ Հիմա ինչի մասին է խոսքը, էլի, մեր ոնց հալնում, որ մեկ էլ հանգարց մենք բարեկամանում ենք եւ համարում ենք, որ որևէ վտանգ չկա։ Որ արդյոք այս կոնցեպտի հետ այդ համահայկական եկեղեցու գաղափարը ուղղակի խոչընդոտ է հանդիսանում այս կոնցեպտի իրականացման համար։ Շատ լավ խոչընդոտ է հանդիսանում, բայց այդ դեպքում աշխարհիկ իշխանությունները պետք է առաջ տանեն իրենց ծրագիրը եւ դիմեն ժողովրդին ստանալու համար ժողովրդի համաձայնությունը, ոչ թե եկեղեցու համաձայնությունը։ Այդտեղ եկեղեցու համաձայնությունը երկրորդ դերում է, երրորդ դերում է, բայց ժողովուրդն է, այդ բան անենք էլի։ Շնորհակալություն, հասկանալի է պատասխանը եւ ու վերջ։ Իմ հաջորդ հարցը պարոն Արտակ Սարգսյանին է, պարոն Սարգսյան, դուք պնդում եք, որ իշխանությունը եկեղեցու մեջ տեսնում է իր թիվ 1 թշնամուն։ Ըստ ձեզ, այդ թշնամանքը զուտ վարկանիշային վախի արդյունք է, թե գործող վարչակարգը կատարում է եկեղեցին թուլացնելու հստակ արտաքին պատվեր։ Ուրեմն տեսեք, նախ շնորհակալություն հրավերի համար, ես կասեմ, որ մենք եկեղեցին որպես ինստիտուտ ենք դիտում, չենք դիտում անհատների եւ այս կոնֆլիկտը համաձայն պարոն Խաչատրյանի հետ, որ արեստացին է, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք քաղաքական իշխանության համար լուծումը մի քանի հարց, առաջինը անգլերեն կոչվում է
crisis control, ստեղծում է արհեստական ճգնաժամ, որը որ կարգավորում է, քանի որ ոչ մի իշխանություն չի կարա դիմանա ճնշումներին, պետք է ստեղծի ճնշում, որը որ կարգավորում է, հետո լեգիտիմացնում է կառավարվող ընդդիմություններին, որ իր կողմից ստեղծված է, այդ կառավարող ընդդիմությունները հանդես գալով կամերաների դիմաց ձևավորում են առաջի դեմքերը, որը որ Հայաստանում մեծ պրոբլեմա ցուցակի առաջի դեմքեր չկան, բոլոր այդ կուսակցությունները տարապում են այդ առաջի դեմքի համար ցուցակի, հետո անգլերեն responsibility shift, այսինքն պատասխանատվության փոփոխություն, մի խոսքով մի քանի հարց է լուծում, բայց հիմա գանք բուն իմաստին մի թեթև շեղվենք թեմայից 631 թվականին, երբ որ մարգարե Մուհամեդը մեռնում է, պատմական դեպք է, նրանից հետո պետք է, քանի որ որդի չի ունենում, Ֆաթմայի ամուսին Ալին պետք է ղեկավարի այդ կրոնական կողմը, բայց լինում են նրա անգերները, Ալին լինում է 4-րդ, այսինքն Աբու Բակրը, Օմարը, Օսմանը, Ալին, եւ ստեղծվում է պարակտում, Սուննա շիա։ Դարերով այդ պարակտումը երբեք չի վերացել, ոչ ոքի չի հաջողվել այդ պարակտումը 15 թվին Քուվեյթում մսկիթ պայթացրեցին, Սաուդյան Արաբիայի մեջ միշտ խռովություններ, այնտեղ կա երկու տեսակի շիա, մեկը այդ հասավիներն են, մյուսը հրեական մնացած, որ հուտիների յամերը կամ նաջրանները, մի խոսքով մենք այնքան խելոք գտնվեցինք, որ 44 օրվա պատերազմի ժամանակ շիա-սուննա կոնֆլիկտը վերացրեցինք, այսինքն այդ 1400 տարի թշնամությունը մենք բերեցինք, միացրեցինք մեր գլխին, 1400 տարին այն երբեք չեն միավորվել, Սիրիա, Լիբանան, Հիզբուլլա, մի խոսքով ատելություն, բայց մեր ղեկավարությունը, մեր դեսպանատունը, մեր հետախուզությունը այնքան հիմար գտնվեց, որ չհասկացա, որ դա կրոնադավանական թշնամություն, այս պետությունները գործում են շահերի եւ շահաբանական սկզբունքներով։ Բացի դրանից, որ մենք մեր գլխին բերեցինք, մի հատ էլ Իսրայելին բերեցինք նրանց օգնությամբ, որ Իսրայելը թե շիա, թե սուննայի հետ միշտ թշնամի է եղել։ Հիզբուլլայի, Եգիպտոս, բացի Հորդանանից, բոլորի հետ թշնամի է Իսրայելը։ Այդտենց անգրագետ մենք գտնվեցինք, որ բերեցինք, միացրեցինք 1400 տարվա թշնամանքը, միավորեցինք, դա մեր հետախուզության, մեր կառավարությունների, հիմա նույնը մենք անում ենք կաթոլիկ եւ ուղղափառ ռուսական ուղղափառ եկեղեցուն բերում ենք, միացնում ենք մեր դեմ, մեր հայ եկեղեցին մասնատելու նպատակով։ Այսինքն մեր տատական բաբոս, տատուս մայրը բարեր էր օգտագործում, որ ժողովուրդը կասի թուրքերեն, բայց մենք լսել ենք, այս մեր քյալագյոզությունը, որ ծուր, բայց այսին ծուրը չի, որ լավ իմաստով ընդունվի, բերելու է նրան, որ կաթոլիկ եւ ռուսական ուղղափառ եկեղեցին միավորվելու է մեր դեմ, ու մեր եկեղեցին պարակվի որպես ինստիտուտ լինի Ֆրանսիայի հայկական եկեղեցի, Արմյանսկա եպարխիա, այդ դրան է բերելու։ Ես ուզում եմ այդ հարցը մեր ժողովուրդը չմոռանա, էլի եմ ասում, 1400 տարվա թշնամությունը մենք մեր գլխին միավորեցինք, որ ոչ ոքի չէր հաջողվել, այդքան խալիֆա, այդքան իմամ, երբեք չէին կարողացել այդ երկու կրոնական դավանանքի միջի թշնամությունը վերացնել, մենք արեցինք։ Իսկ այնուամենայնիվ, այս ճգնաժամի պատճառը դուք ներսից եք տեսնում, թե դրսի պատվեր որպես։ Երկուսն էլ, այսինքն դա չի կարա մենակ ներսի լինի, դա հենց դրսի պատվերը երկու հզոր Վատիկան Մեր նման պետություններում իհարկե ոչ, էլի, դա ռեզիստանտության համեմատաբար ցածր մակարդակի փոքր պետություն է, ոնց կարա։ Ներքի իշխանությունը հարմարվում է այդ օրակարգին ստեղծելով այս արհեստացին, իսկ իմ համար թե անձը կաթողիկոսը, թե վարչապետը իր իշխանություններով երկուսն մի աղբյուրից սովոր մարդիկ են, ինստիտուտը քանդելու հարց է դրված։ Թե հիմա կգնանք, էլի եմ ասում, Արմյանսկա եպարխիա կդառնանք, թե կդառնանք հռոմեական եկեղեցու ինչ-որ մի ճյուղ, եկեք չմոռանանք, որ նույն մահմեդականությունը Հռոմն է ստեղծում։
դրան պետք է նայել որպես մի աղանդի ձև։ Հասկանալի է ձեր պատասխանը, պարոն Սարգսյանը, պարզապես իմ դիտարկումը, գուցե դուք չհամաձայնվեք, սովորաբար նման պառակտումները լինում են հենց եկեղեցիների շրջանակներում, հենց իրար մեջ, ոչ թե դրսից իշխանություն եկեղեցի այդպիսի հակամարտության արդյունքում, բայց գուցե ես սխալվել եմ։ Պարոն Գևորգյան, եթե կարելի է, գրեթե նույն հարցն է, ես ուզում եմ հասկանալ, սա այս ճգնաժամը, որը որ հիմա առկա է, սա կառույցը կազմաքանդելուն ուղղված գործողություններ են, թե ուրեմն այդ ուրեմն եկեղեցու ներքին որոշակի ուրեմն խնդիրների ի հայտ գալ եւ այդ եկեղեցին կարող է այդ ձևով գնալ ինքնամաքրման ճանապարհ։ Նախ շնորհակալություն, այս շատ կարևոր հարցի շուրջ տարբեր ոլորտների մարդկանց, հայ մարդկանց հավաքելու եւ քննարկելու համար ես ուզում եմ ասեմ, որ մեր ժամանակներում տեղի ունեն իմաստների պատերազմ։ Այդ ամենավերևի, այսպես ասած, նիշերում էլ է եւ ամբողջ աշխարհում, դա մենակ մեզ չի վերաբերում, ամբողջ աշխարհը այսօր ճգնաժամի մեջ է եւ այդ ճգնաժամը, ինչպես մեր հարգարժան ընկերը Վարդանը ասում է, կարա անցնի ոչ բոլոր նավերը կարան, ես նկատում եմ ազգային կառույցներ, պետականություններ եւ այլն։ Ուրեմն հայությունը հանձինս եկեղեցու ունի համաշխարհային կառույց եւ եկեղեցին տվյալ դեպքում շատ ճիշտ նշվեց իր մեջ ներառնում ամբողջ հայ ժողովրդի պատմությունը առանցքով վաղնջենական ժամանակներից մինչև մեր ժամանակները եւ ես ակնհայտորեն տեսնում եմ այս չգիտեմ նույնիսկ ինչ ասել այս իշխանությունները դա որևէ կապ չունի հայոց ընտրության հետ, հայ ժողովրդի ընտրության, ես դրան չեմ էլ ուզում անդրադառնալ, սա կատարում է պատվեր այդ համաշխարհային որոշակի ուժային կենտրոնների, մասնավորապես Վատիկան եւ ռուսական ուղղափառ եկեղեցի, որպեսզի բսկտեն վերջնականապես վերացնեն այդ համաշխարհային կառույցը։ Այսինքն պատկերացրեք, եթե այդ կռիվների արդյունքում պետքա Ռուսաստանում բաժանվի առաջանա առանձին հայկական եկեղեցի, որը փաստորեն տերն է Ռուսաստանում գտնվող 7 միլիոն առնվազը հայի։ Նա հետո կդառնա ռուսական եկեղեցու մի հատ ինչ-որ ենթակա բան ու հետագայում ուղղակի գծուլվի եւ դա մենք արդեն տեսել ենք, ասենք Վատիկանի մասնավորապես գործողությունները կապված Կիլիկիայի հետ, երբ որ ստիպեցին, փաստորեն մտցրեցին կաթոլիկություն, հետո ինչ եղավ, հետո վերացրեցին Կիլիկիայի իշխանությունը եւ ամբողջ գանձարանը Կիլիկիայի հայկական հանգրվանեց Անգլիայում։ Պարզ միտումը երևաց եւ այդ ահռելի քանակությամբ ժողովուրդը մեծ մասը ցրվեց եւ մի ավելի մեծ մասը հիմի որպես մուսուլման թուրքեր անում են նույն Կիլիկիայում են, բայց նրանց ինչքանով կարելի է համարել հայ։ Նա ասենք ծագումով հայ են, այնտեղ գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալի 75% հայկականություն այսօրվա Կիլիկիայում, որտեղ մոտարապես 13 միլիոն բնակչություն կա։ Պատկերացնում եք, թե ինչ քանակության հայկական գեն, բայց հայության հետ ոչ միայն առնչվում է, ընդհակառակ թշնամությունն է, ամենամեծ թշնամանքն է տածում։ Նույնը կարանք ասենք Վրաստանի պարագայում, երբ որ ահռելի քանակությամբ հայեր, կաթոլիկ հայեր, մեկ էլ մի հատ ձևափոխվեցին, դառան վրացիներ։ Մի ահռելի համաստեղություն կարամ ասեմ վրացական մտավորականություն բանը ուղիղ հայկական արմատներով նույնիսկ հայալեզու լինելով արդեն վրացի են դառը, սկսած Մուսխելիշվիլի, Մարջանաշվիլի եւ այլ եւ այլ եւ այլ։
որոնք եւ հիմիկվա Վրաստան տեսեք մեր տեսակից սարքում են մեր թշնամիներ, որտեղ մեր թշնամիները շատ ավելի բարձր այսպես ասած հարցումներ եմ գտնում, գիտեն հայկական ներուժի հնարավորությունները եւ այլն։ Եվ այդ կապակցությամբ բոլոր գործողությունները ես տեսնում եմ որպես ֆիզիկոս, որպես մաթեմատիկոս, բնագետ, համակարգերի մասնագետ, ուղղված է ոչ թե անձնական, ասենք կոնկրետ կաթողիկոս, որ ես չեմ պաշտպանում տվյալ դեպքում որպես առանձին անձ եւ այլ, որ բազմաթիվ թերություններ կա բուն եկեղեցականների մեջ, այո, դա միշտ է մի ավելի խտացված երևում, հա, բայց դա չի հանդուրժվում մասնարարպես հայ մարդկանց կողմից, որտեղ բոլոր գործողությունները ուղղված է եկեղեցին պառակտելու եւ ոչնչացնելու, այսինքն դա մի հատ տարա է, որի մեջ պարփակված է այսօր հայ ժողովրդի մեծաթիվ մասը եւ ստեղծագործ մասը, օրինակ ասենք ես թուրքական մաթեմատիկական ընկերության նախագահի հետ զրուցում էի, դա պարզեց, որ հայկական ծագում ունի, 18 թվականի մասն է խոսքը, այդ ռեգիոնալ կոնֆերանսի ժամանակ ես մի բան պարզ հասկացա, չնայած ահռելի հայկական գենետիկ ներկայությանը Թուրքիայում, բայց թուրքական պետություն, իմպերիա ստեղծելուց հետո ոչ մի մշակույթային մարդկային արժեք չի ստեղծվի այդ հայկական մշակութային ոչինչ չի։ Չէ, ոչ մի մշակույթային, ոչ հայկական, այսինքն եթե այդ մշակույթը ցեղասպանությունները կամ ուրիշի արժեքները գողանալն եւ այլն ինչ որ ենթադրենք հարիսան հայկական ներկայացնել թուրքական դա ծիծաղելի է, էլի։ Այսինքն մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, մենք կարանք լինենք այն թուրքերից, որոնք մի առոք ապրում են, այդքան էլ առոք չէ, իհարկե Թուրքիայում, մենակ մի քայլ անելով, ասենք հրաժարվելով մեր ինքնությունից, տվյալ դեպքում նաև եկեղեցին էապես հայկական ինքնությունն է պահպանում։ Ես ասենք տեսա այն արշավը, որը կազմակերպել էր վարչապետը Էջմիածնի ես վերջի արշավը, մեծ մասը դրանք աղանդավորական, ես տեսա ուղղակի նկարների մեջ տեսա մարդիկ, ես աղանդավորներին ամեն օր իջնելուց ոտքով քայլելուց հարց եմ տալի, եհովիստներ, չգիտեմ, բապտիստներ, ես իմ հազար ձևի աղանդներ, ասում դուք ինչ ազգ եք, մի անգամ մենակ Եհովական վկաները ռուս աղջիկերք ասեցին մենք ռուս ենք, երբ որ հայկական ծագումով այդ աղանդավորին հարցնում ես, ասում ես ինչ ազգ ես, ձեն չի անում, զարմանալի բան է, այսինքն այս ամբողջ պատմությունը ուղղված է մասնատելու, ջլատելու, ատոմիզացնելու հասարակություն եւ հայկական ինքնության վերջը խաղաղ ճանապարհով առանց պատերազմների դնելու, որով շահագրգռված են, ես ասեմ, համաշխարհային ուժեր, որտեղ հայությունը ահռելի եւ ժառանգությունաթող է, որին շատ արագ կհայտնվեն տերերը։ Հիմա արդեն հայտնվել են, ասենք այնա տպագրում են, որ վրացիների իրանց հերթին, ադրբեջանցիների, հայկական սակրալ նշանները վրացական փողի դրամի վրա է, ասենք եւ այլն։ Իմ համար ակնհայտորեն է, ես հասկանալի է։ Դա անընդունելի է։ Շնորհակալություն, խոսքը տանք Նարի Հուխիկյանին, պարոն Հուխիկյան, դուք ձեր ուրեմն հետաքննություններում, ձեր ելույթներում հաճախ եք խոսում այն մասին, որ սա դիվերսիա է եւ որոշակի գործակալական ցանցերի միջոցով այս դիվերսիան կազմակերպվում է։ Հիմա ձեր կարծիքով սա այնուամենայնիվ դրսի ձեռք է, թե ներսի ձեռք է, որը որ ղեկավարում է մեր եկեղեցու դեմ այս հիմնական արշավը։
Շնորհակալություն, այն ինչ ես մտածում եմ, գուցե մեր հարգարժան գործընկերներին մի փոքր պարզունակ թվա, բայց դա իմ կարծիքն է, նաև հենված լինելով այս ժամանակաշրջանի եւ գործընթացների տրամաբանության վրա եւ միաժամանակ Հայաստանի կառավարության Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընթացների տրամաբանության վրա։ Ես կարծում եմ, որ սա ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական PR արշավ է, ուրիշ ոչ մի բան։ Չեմ կարծում, թե այստեղ շատ լուրջ եկեղեցաքանդման գործընթաց է գնում, ամենայն հարգանքով յուրաքանչյուրի կարծիք է։ Իհարկե մեր քաղաքակրթական թշնամիները, տվյալ դեպքում ես համարում եմ դա Թուրքիան, որը եւ նաեւ որոշ առումով ոչ ամբողջական, բայց Մեծ Բրիտանիան, որը այս տարածաշրջանում ունի քաղաքակրթական լուրջ ծրագրեր եւ դրա գործիքներից մեկն էլ Թուրքիան է։ Այստեղ մեր տարածաշրջանում Թուրքիայի եւ Բրիտանիայի շահերը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական եւ քաղաքակրթական առումով համընկնում են։ Իհարկե հերահար առումով կան այստեղ եկեղեցին թուլացնելու ճանապարհով այո, համամիտ եմ հայկական քաղաքակրթական արժեքները յուրացնելու նպատակներ։ Բայց եթե նայում ենք կարճաժամկետ, այսինքն 25 թվականին ինչ տեղի ունեցավ, դուք նշեցիք, որ խոշորագույն քաղաքական գործընթացը կարծես եկեղեցու վրա հարձակումներ, եթե շատ անկեղծ ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ եկեղեցու վրա Նիկոլ Փաշինյանի կազմակերպած այդ հարձակումը ընդհանրապես նախընտրական գործընթաց էր, իսկ 25 թվականի իմ կարծիքով խոշորագույն դեպքերը, որ տեղի ունեցան, դրանք մեր որոշակի ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական գործիչների նկատմամբ համատարած կալանավորումներն են եւ ժողովրդին տանել դեպի վախի ճանապարհ։ Վերջերս մի քանի օր առաջ հանդիպեցի ծանոթներից մեկին, ասաց երեխաներից ճանապարհ եմ Ամերիկա, սկսեմ պայքարել հայրենիքի համար։ Հարցրի, այսինքն եթե երեխաներիդ պիտի երկրից դուրս հանես, երեխաները չապրեն այս հայրենիքում, էլ ինչի համար ես պայքարում, ում համար ես պայքարում։ Դե ասում եմ, տես այսքան մարդկանց, այսքան հայրենասեր մարդկանց, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Սամվել Կարապետյանին եւ էլի մարդկանց անուններ տվեց, ովքեր կալանավորված են։ Այս մարդկանց բռնելա, բա հենց մի բան խոսած Նիկոլի դեմ, հենց ասես Արցախը վաճառելա, հենց ասես Հայաստանը տանում է թուրքական ճանապարհով, անմիջապես կալանավորելու է։ Այսինքն իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի 25 թվականի գլխավոր ձեռքբերումը ժողովրդի մեջ վախ առաջացնելու եւ այդ վախով, ինչպես կարծեմ դուք նշեցիք, որ անորոշ անտարբերության տանելու այս նպատակն է, մտածնելու, այո, ձեր բառներ, հա։ Իսկ եկեղեցու առումով, տեսեք, Նիկոլ Փաշինյանը չի կալանավորելու կաթողիկոսին, ինչքան էլ որ խոսում է այդ մասին։ Կրկնում եմ, սա իմ անձնական կարծիքն է, գուցե եւ սխալ։ Ինչու, եթե բացառման սկզբունքով գանք, պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը կատարում է այն քայլը, ինչի մասին անընդհատ խոսում է եւ ինչին անընդհատ տրամադրում է մարդկանց, իր կողմնակիցներին եւ հակառակը։ Պատկերացնենք ինքը հասավ դրան եւ օրինակ կալանավորեց վեհափառին կամ ստիպեց ճնշումների ենթարկեց եւ վեհափառը հրաժարական տվեց, հեռացավ։ Ինչը տեղի ունենալու։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կյանքը, կենսագրությունը այնպես է կառուցել, որ բազմաթիվ խնդիրների, բազմաթիվ հանցանքների վրա է դա կառուցված։ Դա մի հսկայական բուրգ է, ինչպես ազգային, այնպես էլ տնտեսական, սոցիալական, կրթական, բոլոր առումներով։ 300 դպրոցների բացման, կառուցման մասին խոսող մարդը կառուցել է ընդամենը իր կառավարման տարիներին 60 դպրոց, բայց փակում է 247 դպրոց։ Կամ խոսում էր 21 թվականին, որ պիտի իշխանության գալով 21 թվականին, իշխանության մնալով Արցախի ինքնորոշում կարող է բերել, որ Արցախը դառնա պետականություն, ամբողջ Արցախը ոչնչացրեց եւ հանձնեց թշնամուն։ Երբ որ այս դեպքում քաղաքական, քարոզչական գործընթացներում, եթե դու թույլ ես խոցելի ես, դու ստեղծում ես ավելի խոցելի միջավայրեր։ Տվյալ դեպքում ավելի խոցելի ովքեր են։ Կաթողիկոսն է, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն է, անընդհատ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին մեղադրելու թալանեց էսկոմ, կարծես թե ժողովրդի մեջ դե լավ հոգնեցինք, էլի հերիքա ասես, մի հատ դու քեզնից խոսի, այսպեսի մի միջավայր է ձևավորվել։ Հիմա իրեն պետքա որ կաթողիկոսին անընդհատ քարկոծի, որպեսզի առաջիկա ընտրությունների համար
իր համար կարողանա ապահովել որոշակի այսպես շղարշ ասեմ, թե նման մի բան։ Գալով ձեր հարցին կոնկրետ ասեմ, որ այո, կա համակարգային հարձակում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, բայց ես չեմ կարծում, թե դա այս պահի դրությամբ, ոչ թե ընդհանրապես, այս պահի դրությամբ լուրջ հետևանքներ կունենա։ Դրսից է թե ներսից ասացի Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզը։ Դրսից սրա հիմնական շահառուն կարծում եմ, որ Թուրքիան է, որին ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի կոտրի մեր ժողովրդի դիմադրողականությունը, եւ առաջիկայում Թուրքիան իհարկե նպատակներ ունի Հայաստանի Հանրապետության հարավը գրավելու, Սևանի ավազանից օգտվելու, որովհետեւ Ադրբեջանի տարածքի 60%-ը հիմա երաշտի մեջ է, եւ Սևանա լիճը որպես աշխարհի խոշորագույն քաղցրահամ ջրային այսպես ավազաններից մեկը պետք է այնտեղից ջուր ստանալու։ Այսինքն պարզապես եկեղեցին է այս պահին միակ խոշորագույն համակարգը, որը ժողովրդին պահում է թուրքական քաղաքակրթական թշնամու այսպես կերպարի մեջ։ Իսկ Հռոմին կամ Հռոմի պապին, կաթոլիկ եկեղեցուն մյուսներին ավելի շատ ձեռ է տալիս, ինչքան թույլ լինի մեր եկեղեցին այնքան։ Մի ճշտող հարց տամ, եթե կարելի է ձեզ եւ դրանով ամփոփենք, այսինքն եթե սա Նիկոլ Փաշինյանի քարոզչության համար է արվում այս ամբողջը, ենթադրում եք դուք արդյոք, որ ասենք օրինակ, եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, այս հարցը օրակարգից դուրս է գալու։ Աստված մի արած որ վերընտրվի, որովհետև մեր բոլորիս հարցն է օրակարգից դուրս գալու։ Գիտեք, չեմ բացառում, որ կարող է մինչև ընտրությունները հարցը օրակարգից դուրս գա։ Հիշենք օրինակ, Աննա Հակոբյանը կազմակերպում էր կրթությունը նորաձևը ինչ-որ հիմար շարժում։ Եվ ինչ տեղի ունեցավ, ինչ-որ մի փուլը մոռացան դրա մասին, որտեղ հասկացան, որ ժողովուրդը չի արձագանքում դրան։ Մարդկանց զոռով դպրոցների տնօրեններին հավաքում տանում են, ասում են եկեք նստեք, մենք լսեք, մենք ինչ ենք ասում։ Հասկացան, որ չի ազդում մարդկանց վրա։ Պարոն Խաչատրյանը շատ իրավամբ նշեց, որ չկա ժողովրդի հետադարձ արձագանք, չէ՞, այս հակաեկեղեցական շարժման առումով։ Մի օր դա էլ է հասկանալու։ Իդեպ երեք էր թե այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, թե ժողովուրդ ջան, որ գնում եք եկեղեցի, տեսնում եք քահանաներ, այնուամենայնիվ վեհափառի անունը հնչեցնում են, դուք պայքարեք։ Բայց նույնիսկ իր ներկայությամբ, որ իր տարած մարդիկ են գնում եւ ժողովրդի ինչ-որ հատված հնչեցնում է վեհափառի անունը, նույնիսկ իր կողքի մարդիկ չեն արձագանքում, էլ ուր մնաց առանց իր որ գնան։ Այսինքն, այո, ես ձեզ հետ համամիտ եմ, որ կա ժողովրդի կողմից արձագանքի բացակայություն, եւ սա կարող է բերել մի փուլի, երբ որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը կգտնի ուրիշ խաղալու միջոց։ Շատ լավ, պարոն Արիք, այս հատվածում ձեր հարցերն եք դուք տալիս իրար, եթե ունեք, փորձենք հասկանալ, համեցեք պարոն Եղորքյան։ Ընդհանուր առմամբ ոնց որ թե ես համամիտ եմ, բայց պարոն Հուխիկյանի ասացին, բայց ինքը որ տեղայնացնում է ավելի շատ տեղական երանգ է, էլի ավելի շատ տեսնում։ Ես համամիտ չեմ դրա հետ, շատ խորը կազմակերպված իր իշխանության գալը եւ այլը, այսպես բերվելը, դա խորը պլանավորված քայլ է եղել եւ ասենք, եթե ինքը նույնիսկ ինչ որ նախաձեռնություններ անում, դա նույնպես հաշվարկված է դրսի ուժերին, որովհետեւ շատ լավ ուսումնասիրված է, թե այդ կերպարը ինչի ընդունակ եւ ինքը անում է, ասենք, շատ ժամանակ առանց հասկանալու եւ ավելի մեծ ավիունով, քան կլիներ, ասենք, ուղիղ էթնիկ թուրքը, եթե լիներ մեր կառավարիչը, ինքը 1000 անգամ կմտածեր որոշ բաների մասին, քայլերի մասին անի, թե չանի։ Նենց որ ես համամիտ չեմ, որ սա տեղային բնույթ է կրում, սա դրսից ուղղորդված եւ շատ ժամանակ ինքը անում առանց հասկանալու ենթագիտակցորեն զգալով ազդերը այն քայլերը, որը դրսի շահառուն անում։ Ես ասի, պատկերացրեք, եթե այդ պարակտումը հիմի տանի, երկրորդ քայլում ամբողջ Ռուսաստանում գտնող հայությանը, որը ես էլ եմ շեշտում 7 միլիոն է,
եթե ասենք այդ սաղ տվյալները սաղ սուտ տվյալներ են։ Ես խոսում եմ մաքուր զտարյուն հայերի մասին, ես եթե այս 1000 տարվա մեջ ասենք այդ կիսատ, ձուլվածք եւ այլ դրանց մասին խոսեմ, դա այնտեղ թիվը կարող է հասնել 30 միլիոնի։ Հիմի այդ ամբողջ էթնիկական տարի մասնավորապես շահառունել կա, ոնց կլանել եւ ամբողջովին Իրանով դարձնել, ոնց դա տեղ ունեցավ Լեհաստանում, ոնց Կիլիկիայի հետ տեղ ունեցավ։ Եվ շահառուները բացահայտ են, դա Թուրքիան է, Ադրբեջանն է, Վրաստանն է, Ռուսաստանն է եւ կաթոլիկ ամենևին իհարկե շնորհակալություն արձագանքեմ, ամենևին չհակաճառելով ձեզ, ես չեմ շպնդում, թե Թուրքիան շահառու չի։ Իհարկե Ադրբեջանը չեմ համարում լուրջ շահառու, որտեղ Ադրբեջանը Թուրքիայի մի մաս է։ Չլիներ Թուրքիան, չլիներ Իսրայելը 44-օրյա պատերազմում թեկուզ եւ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ էլ չէին կարող Արցախը վերցնել։ Այո։ Այստեղ ուրիշ հարց կա։ Երբ ես ասում եմ, որ ներքին, գիտեք, դուք նշեցիք շատ խորը։ Ես համամիտ եմ, այո, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը այսպես Սերժ Սարգսյանի թուլության հետևանքով չի որ եկել է իշխանության։ Եթե չլինեին ձեր նշած խորը, խորքային գործընթացներ, Սերժ Սարգսյանը օրինակ կարող էր կազմակերպել եւ հանկարծ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը Երևան չհասներ իր խմբով։ Պարզ է, որ ԱԱԾ-ն ամեն ինչ շատ լավ գիտեր։ Այստեղ հարցը ուրիշ բան է, որ մենք հաճախ ասում են սատանայի անունը ավելի սարսափելի է, քան սատանան, չէ՞։ Այդպիսի մի ժողովրդական խոսք կա։ Ես ասում եմ որպես մի մարդ, ով, չգիտեմ, ձեզնից ով է Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ շփումներ ունեցել, ես չակերտավոր բախտ եմ ունեցել եւ լրագրող աշխատած տարիներին, եւ հետո, եւ падգամավոր եղած ժամանակ, եւ նաեւ վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ շփվել այդ մարդու հետ։ Ուրիշ թերություն ունեք, թե մենակ ուրիշ թերություն ունեք, թե մենակ։ Չէ, բարեբախտաբար չեմ աշխատել իր հետ, պարզապես զուտ այսպես խոսակցություն։ Այդ մարդը իրականում այն մարդը չի, ինչ մենք իրեն պատկերացնում ենք։ Նա թուլությունների, վախերի եւ ավելին ասեմ, քաղաքական տհասության կծիկ է։ Պարզապես, այո, այսօր իշխանությունը նրա ձեռքին է եւ նա օգտվում է ոստիկանական բռնապետությունից, օգտվում է ԱԱԾ-ից, օգտվում է բազմաթիվ նմանատիպ հնարավորություններից։ Բայց երբ մենք խոսում ենք, թե եկեղեցու վրա նրա հարձակումը շատ խորքային է, դա մոտավորապես այն խոսույթն է, երբ ասում են 26 թվականին ընտրություններով հնարավոր չի հասնել Նիկոլի իշխանափոխության։ Դա Նիկոլի համար մշակված տեխնոլոգիա է։ Երբ որ դու արդեն համարում ես քեզ պարտված, ուրեմն դու պարտված ես։ Ինքը ասում է դա շատ դրական ռեսուրս ունի։ Չէ, ռեսուրս ունի, դրանում ոչ մի խոսք։ Ունի, իհարկե։ Պետք չի բանանել, էլի, ասել որ չէ, չունի ռեսուրս, Չէ, ունի, բայց պետք է պայքարես։ Համեցեք, այո, իհարկե։ Նախ ես կցանկանայի մի բան շեշտել, որ իրականում այսօրվա աշխարհը գտնվում է այնպիսի վիճակում, որ Հայաստանը հակառակի նման տեկտոնիկ փոփոխություններ առաջացնող ինչ որ մի հատվածի է վերածվել։ Եվ երբ որ մենք այդպես անհասկանալի որոշել ենք, որ դե հա մի հատ ինչ-որ հարավից տանք, մեկա դրանով արդեն կվերջանա այդ Թրամփի ճանապարհը կլինի էսեն, լսեք, մեծ թուրան ծրագիրը ներկայիս աշխարհի խոշորագույն տրանսֆորմացիան է լինելու, խոշորագույն տրանսֆորմացիան։ Եթե մեր իշխանությունները այդքանը չեն պատկերացնում, ողբամս քեզ Հայաստան աշխարհի դեպքում ուրեմն։ Այսինքն, չէ, դե հիմա եթե չեն պատկերացնում, հիմա ուղղակի փորձենք բացատրել շատ կարճ, թե ինչ է դա բերում իր հետ։ Մենք բոլորս գիտենք, որ աշխարհը հակասությունների վրա է։ Մենք բոլորս գիտենք, որ այդ հակասությունների մեջ ամենաճարպիկ եւ ճշգրիտ խաղացողը Մեծ Բրիտանիան է եւ նրա MI6, այսպես կոչված կազմակերպությունը հետախուզական, որը ամեն տեղ ունի ամեն ինչ, ամեն տեղ փորձում է Դե Թուրքիա դրանից առաջ Թուրքիայի դեսպանն էր, հիմա ինչ ենք բանանում, էլի։ Հիմա բանը Բորիս Ջոնսոնն էլ էր թուրքը, ինչ անենք։ Բայց ղեկավարներ Անգլիայի, պարզվեց, որ հա, արյան պետ մարդը թուրք է։
եւ ինքը պատկերացնում է, որ ինքը թուրք է, եւ դա իր համար էական նշանակություն ունեցող գործոն էր եւ մտածում էր, որ նույնիսկ Թուրքիայի բանակը կշարժի դեպի Ռուսաստան, թուրքերը այդքան հիմար չգտնվեցին ուղղակի, որ մի հատ էլ Ռուսաստանի վրա շարժվեին, որովհետեւ դա արդեն միջուկային պատերազմ էր, եթե շարժվում ես Ռուսաստանի վրա, բայց անգլիան գնում էր դրան, անկախ որևէ բանից։ Հիմա պարզ պատկերացնենք, էլի, եթե մենք տվեցինք, համոզված եղեք, որ դրանից հետո պահանջելու են ավելի լայնացնել, որովհետև դա չի հերիքելու, որպեսզի տրանսլյացիա արվի ողջ պոտենցիալը արևմուտքի, կոլեկտիվ արևմուտքի Ադրբեջանով միջինասիական հանրապետությունների վրա եւ դուրս գա Պակիստան։ Հիմա պատկերացրեք, Չինաստանը զրկվում է հսկայական ներդրումներից, որը կատարել է Ղազախստանում եւ ողջ միջինասիական ռեգիոնում։ Սրան գումարենք այն հանգամանքը, որ Հնդկաստանը, որպես ամենաուժեղ զարգացող երկրներից մեկը, քաղաքական եւ տնտեսական դրայվեր, միևնույնն է ծնկի այչնելու, երբ որ Թուրանի բանակը եկավ միացավ Պակիստանին։ Ինքը Պակիստանի հետ նոր հենց պատերազմել է, պատերազմը Պակիստանի խնդրանքով է դադարեցված, որովհետև Պակիստանի ռեսուրսները չէին հերիքում Հնդկաստանի դեմ, ավելի ճիշտ այնտեղ լավ չխորանանք էլի, ես մանրամասներով հեսա կհոգնածնեմ բոլորին, այդքան լավ չի։ Ուղղակի ասենք, որ հա, եթե եկավ կանգնեց այդտեղ եւ Չինաստանը այնտեղ խեղճացավ, Ռուսաստանի հարավային, ինչպես իրենք են ասում, մягкая подбрюшье России, պայթեց եւ սկսեց դեպի Սիբիր շարժումը, այս ամենով հանդերձ, հələ մի հատ պատկերացնենք, այն որ մենք տվել ենք, մնա այդ մակարդակին, դա անհնար բան է։ Այսինքն պետք է փայտից շինած գլուխ ունենաս Ռաֆու ասած, որպեսզի այդպիսի մտքեր հանգարցակի մտնեն ուղեղդ։ Չկա տենց բան։ Մեզնից վերցնելու են ամեն ինչ, եթե հնարավոր է Հայաստանը ընդհանրապես։ Այս ինչ խոսակցություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ այդ մարդիկ բազմիցս հայտարարել են, որ ժանգոտած սեպը մտածա թուրանական աշխարհի սիրտը։ Պետք է հանենք, որ նա լիարժեք լինի։ Այդ ժանգոտած սեպը մենք ենք։ Հիմա կամենում ենք, չէ, մենք կարող ուզում ենք բարեկամը լինենք, բայց նրանց հաշվարկը չի փոխվում դրանից ախր։ Երբ որ մենք ամեն անգամ այս խոսակցությունները տանում ենք եւ այտենց համոզված ենք, որ չէ, ոչ մի բան էլ չի լինի, հա այդ կարելի է ասել, բայց հալվա ասելուց երբ է բերանդ քաղցրանալու, որ ինչքան ուզում ես ասա այդ հալվան։ Ամեն չերջ։ Նոմա բոլորս էլ նույնն ենք ասում, մի քանի հարց կա, որ երանգային տարբերություն չէ, մի քանի լուրջ խորքային հարց կա, նախ որ մի տոկոսն է հետաքրքրված, ես ձեզ ասեմ, միտեղ հավաքեք ժողովուրդ հակամարտող եւ ես քաղաքացիական պատերազմ կսկսեմ։ 2007 թվին մենք Կենիայում դա տեսանք, լրագրողների տակ այլ երկրյա գործակալները գալիս են, դեսպանատների ձենքերը ստանում են, բարձրանում են տանիքներին եւ մի հատ կամ երկու հատ կրակում են ժողովրդի մեջ, վերջ։ Պատերազմը գնաց 2007 թվականի ընտրություններից հետո մենք ունեցանք 1700 զոհ Կենիայում, երբ որ բռնեցինք այդ այլ երկրի գործակալներին, ինչքան քաղաքական ձգձգում ասած գնա, այնքան արտաքին ուժերը շատ են թափանցելու են, թափանցել են մինչև վերջ։ Այո։ Հիմա այդ որ մի տոկոսը խառնված իրականում շատ վտանգավոր իրավիճակ է, երբ ուզենան սարքելային քաղաքացիական պատերազմ եւ ժողովուրդը խոհեմ գտնվի, չգտնվի, չի կարող։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նա բռնապետ է, ես բռնապետների վերաբերյալ աշխատություն ունեմ գրած անգլերեն, կեսի հետ ընկեր եմ եղել այդ Աֆրիկայի ոսկե բռնապետական ժամանակ եմ գտնվել, կեսին օգնել ենք հեռացել, սկսած Կենիայի նախագահից Արաբ Մոյից 27 տարի բռնապետ էր եւ նրանք գալիս է մի պահ վերջում, որ պետք է լինելու թշնամի, ներքին կամ արտաքին, բոլորին է պետք, Հիտլերին է պետք եղել, Մուսոլինին, Իդիոմին, բոլորին թշնամի է պետք եղել, հիմա արտաքին չի կարող գտնի դեռ արտաքին թշնամին չկա, ինքը կամակատար է, ներքին թշնամի է պետք, որ մոբիլիզացնի այդ իր հետևորդները, որ արդեն պասիվ են, դրանց մոբիլիզացնի եւ ժամանակ շահի։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, մի խորքային հարց ենք անտեսում, եկեղեցին դա մեր սփյուռքի պահողն է, հայոց առաքելական եկեղեցին մեր սփյուռքի պահողն է եւ այդ եկեղեցու ինստիտուտը վերացնելով գալիս ենք Էնել Դողանի ասածին, որ ասած սփյուռքը դա թույն է, բայց նա չի ասում, որ այդ թույնը իրանք են ստեղծել։
եթե նա թույն է, եկեք ասեք, որ մենք ենք այդ թույնը ստեղծել, նստենք, ռեպարացիաները տվեք, ամեն ինչ տվեք, նստենք։ Քանի մարդ են սպանեց Սփյուռքից։ Քանի տերակտներ է արել։ Այո։ Ու մենք գալիս ենք խոսում ենք մի հավատի մասին, որ 1400 տարում 250 միլիոն մարդ է կոտորել, չէ, մահմեդականությունը, որ եթե Ստալին, բոլոր Հիտլեր միացնենք, այդքան մարդ չեն կոտորել։ Այսինքն մենք ասում ենք մենք վերելու ենք խաղաղություն մի հավատի հետ, չէ, որը ասում եմ այնքան մարդ է կոտորել, այ երկրներ են վերացել, ազգեր են վերացել մեր պես մտածելով, որ մենք իրանց հետ խաղաղ ապրելու ենք, սեփականություն են տվել։ Եթե մենք նայենք արաբական խալիֆաների գրանցումներից, մեր ոնց են համաձայնությամբ այս մարդիկ մենակ գերեզմանի թույլատրություն են ունեցել։ Մեր հայերը գնացել են խալիֆաների մոտ, ասել են, հա դե հիմա իրանց մեռելների համար թողենք թող, այսինքն սեփականության իրավունքը իրանց վերջացել է մի հատ գերեզմանով։ Հետո ասել են, դե գերեզմանը որ սարքեցինք, մի հատ մզկիթ թողեք որ սարքենք, այ այտենց մեր համաձայնությամբ նրանք դարել են սեփականատերեր եւ մեզանից խլել են։ Սփյուռքի հարցը ամենակարևորն է։ Այլ է մի դիտողություն ուղղակի։ Ոչ թե իմ գոլեգաներ, չէ, ուղղակի նշենք էլի, որ մեր եկեղեցին դա բրգաձև կառույց է։ Եվ հակառակի նման որպես միաբևեռ կառույց, նրա ամենաթույլ տեղը գագաթին իջացված հարվածներն են։ Այսինքն դու կարող եք 1000 անգամ տեսել ենք եգիպտական բուրգերը։ Ինչի են այդ եգիպտական բուրգերը շարունակում քանդվել։ Ինչ էլ անում չեն անում, որովհետև գագաթի քարը չկա։ Այսինքն բոլոր ուժագծերը գնում կենտրոնանում են այնտեղ, որտեղ դա պորտակարն է։ Հարվածը իջեցրած այդտեղ կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենա։ Այսինքն գոյություն ունեցող այն ստրուկտուրալ ամբողջականությունը, որը պահպանում է Սփյուռքը, որը պահպանում է Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակը, որովհետև ամենահեղինակավոր կազմակերպությունը Հայաստանում 79% հեղինակությամբ իր հայոց առաքելական եկեղեցին է, եւ թող ոչ մեկը չկանգնի ասի, որ կուսակրոնություն քանի անգամ եմ եթերում ասել բերեք այդ կետը։ Չեք կարա բերեք, որովհետև մեր եկեղեցու հիմնադիրը ամուսնացյալ մարդ է եղել։ Գրիգոր Լուսավորիչը ամուսնացյալ է եղել։ Որպես տրադիցիոնալիստական կառույց նա իր դրա համար երդման արարողության մեջ կաթողիկոսի գոյություն չունի այդ կետը։ Չի կարալի մեր եպիսկոպոսները ամուսնացած են եղել։ Ախպեր ամուսնացած են եղել մեր եպիսկոպոսները։ Դեմ չի դրան։ Չէ՞ որ եւ Հակառակն ասում, եթե պիտի մեղքի տանի, ավելի լավ է ընկալելի շրջանակը, որը իր տրադիցիայի մեջ կա։ Ոչ թե նոր բաներ, որոնք տառացիորեն ավերածություններ են առաջացնելու մեր ներքին կյանքում։ Դերև իրանք աղանդի նոր գրքով են։ Շատ լավ։ Հիմա ես առաջարկում եմ մենք դուրս կգանք արժատև գովազդային դադարի, որից հետո կփորձենք քննարկել երկրորդ հարցը, թե եկեղեցին պետականության հետ ինչ կապ ունի եւ այդ պետականության այդ ծանր շրջանում եկեղեցու դերը ինչ պիտի լինի եւ իր բացակայությունը ինչի կարող է բերել։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք մեր եթերը եւ հաջորդ իմ հարցը Վարդան Խաչատրյանն է, կրոնագետ եւ փիլիսոփա։ Մենք գիտենք, որ մեր պետականությունը հիմա մարտահրավերների առաջ է կանգնած։ Այդ մարտահրավերները վառ ձևով երևացին 20 թվականին, երբ որ պատերազմում, փաստորեն պատերազմով կորցրեցինք Արցախի մի մասը, հետո 2003 թվականին, երբ որ ցեղասպանական ճանապարհով դատարկվեց Արցախի մյուս մասը, եւ ձեր կարծիքով այս իրավիճակի մեջ եկեղեցու դերը ինքը պիտի մնա իր հոգևոր ոլորտում, թե այնուամենայնիվ պիտի ինչ-որ ձևով քաղաքականության կամ քաղաքակրթականության հետ ինքը որոշակի ֆունկցիա վերցնի իր վրա։ Մենք տեսնում ենք, որ այդպիսի ֆունկցիա իրենց վրա վերցրած եկեղեցականները հիմա բանտում են գտնվում, բայց հարցս ավելի ընդհանուր է, ընդհանրապես եկեղեցու դերը այս վիճակում որը պիտի լինի։ Իրեք մեր եկեղեցու անունը ես միշտ արտաբերում եմ որպես հայոց առաքելական եկեղեցի։ Հայ քրիստոնեություն գոյություն չունի։ Դա հայոց եկեղեցին է։ Այսինքն սրանից հետևում է, որ նա պատասխանատու է հայոց համար ամբողջ աշխարհով մեկ։ Եվ եթե մենք ապրել ենք այնպիսի դեկադանս, այնպիսի հետընթաց, ինչպիսին դուք նշեցիք, եկեղեցին չի կարող ստվերում մնալ, որովհետև դա նրա առհավատչյան է, դա նրա գլխավոր առանցքն է, որի վրա նա սպասարկել է հազարամյակներով հայ ժողովրդի գոյությունը։ Եղել է մի քիչ թերի, եղել է մի քիչ ավելի մեծ հաջողություններով եւ այլն, բայց առանց ռեակցիա տալու, առանց գոյություն ունեցողը ընկալելու եւ ներկայացնելու հնարավոր տարբերակներ ժողովրդին, ոչ նրան այդ ժողովրդի վիշտը կամոքես, ոչ կսփոփես, ոչ նրանց կմղես նոր պայքարի, որովհետև մենք ոնց ենք կառուցել էլի քաղաքները։ Մենք կառուցել ենք պատերը։ Հենա մեր դյուցազներգության մեջ էլ Սանասարն ու Բաղդասարը եկան ու կառուցեցին պատերը։ Հետո կառուցում ենք եկեղեցին։ Ինչու՞։ Ինչա մեջ տեղում գտնվում եկեղեցին։ Որովհետև պատերը որպես այդպիսին դա բառից բուն իմաստով անվտանգությունն է։ Պատը անվտանգությունը։ Եկեղեցին դա հոգևոր ամբողջականությունն է ապրողների այդ պատերի ներսում։ Եկեղեցին անընդհատ պետք է հետևի հասարակական արդարացիության աստիճանին, որովհետև ինքը գիտի, որ այդ պատերը պահողը չեն։ Միայն արդարացի երկրի բնակիչն է, որ պատրաստ է իր կյանքը դնել այդ պատերի վրա կանգնած պաշտպանելով իր քաղաքը։
այլ ելք գոյություն չունի։ Հիմա մենք եկեղեցուց ինչ ենք ուզում, որ նա իր հազարամյա ինստինկտը, հազարամյակների ինստինկտը մի կողմ դնի եւ ասի, որ հա դե սենց էլ թող գնա, ինչ էլ լումա թող լինի։ Այդպիսի բան չի կարող լինել։ Օրինակն էլ բերեմ ընդհանրապես համաշխարհային պատմությունից, էլի կար մի այդպիսի արքա կայսր, բյուզանդական կայսրության մեջ Հերակլ առաջին էլ են գրում, Հերակլ 7-րդ էլ են գրում, նա իսկապես հայ ազգի անձնավորություն էր, բայց երբ որ սկսեց պատերազմ Պարսկաստանի հետ, նա չէր ուզում մարդ սպանել, ասում էր ես քրիստոնյա եմ, մարդ չեմ ուզում սպանացնեմ, ամբողջ գիշերը լաց էր լնում, եւ ահա եկավ նրա մոտ հոգեվոր առաջնորդը, մետրոպոլիտը եկավ Կոստանդնուպոլսի, ասեց այդ բոլոր բարձերը տարեք թափեք, այդ որ լաց ա եղել այդ բարձերի վրա, լսի, ես եկեղեցու ամենայն ինչ կվաճառել եմ, մեծ բյուզանդական եկեղեցին այլևս ոչինչ չունի, բոլոր շուկաներում գնել են պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք այսօր 50-55 հազար են, նրանք ներքևում սպասում են, իմ ձեռքինը լինելու է եռագլուխ գավազանը, որովհետև ես իրավունքը չունեմ թրով մարդ սպանելու, իսկ դու հենց հիմա թուրը թաքի ու իջնենք, նա իջավ, եւ որքան է զավեշտական չհնչի, ցույց տվեց, որ Ալեքսանդր Մակեդոնացուց հետո երկրորդ նվաճողը ինքն էր։ Ինչու, որովհետև թիկունքում կանգնած էր այդ հոգևոր առանցքը, որը եկել էր իր հետ, գնում ենք ու այո, ընդամենը մի տարի ու կեսվա ընթացքում նրանք մոտեցան Տիզբոնին եւ գերի տարած խաչը, Հիսուսի լուսաճաճանչ խաչը Պարսից կողմը բերեց հետ տվեց փաթաթ, քարշ տալով էին տարե որպես ստորացում, բերեցին հետ տվեցին, որովհետև նրանք հասկացան, որ իրենց առջև կանգնած է այդ մոնոլիտը, հավատքային, խղճի եւ պատասխանատվության։ Եթե մեր մոտ չկա այդ ամեն ինչը, եկեղեցին չի կարող կողքի կանգնել, հավատացնում եմ ձեզ, նրա հազարամյակների ինստինկտը դա է, նա չի կարող կորցնել հայոց բազմությունը, հայոց բազմությունը կորավ այդ դեպքում ինքը կոչնչանա կգնա, մենք չունենք այլ ընտրանք, հասկացեք այդ բանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ պարոն Սարգսյան ձեզ եւ ուզում եմ քաղաքական տեսանկյունից գնահատական տակ, արդյոք եկեղեցին, ինչպես դա արել է բազմից պատմության մեջ, որի մասին նշում էր պարոն Խաչատրյանը, կարող է հիմա դառնալ այն քաղաքական դիմադրության հարթակը, որը որ կարող է պաշտպանել հայկականությունը, ինչպես միշտ պաշտպանել է։ Թե ոչ, թե դրա համար պետք է միայն քաղաքական միավորներ եւ այդ քաղաքական միավորների գործն է։ Տվյալ դեպքում մենք ես ակնարկեցի, բայց մենք տեսանք, որ եկեղեցականներ, որոնք մասնակցում էին որոշակի քաղաքական process-ների, հայտնվեցին մեղադրանքի եւ դատապարտման հետևում։ Արդյոք եկեղեցին այդքան ուժ ունի, որ կարողանա այս հարցակումներին ի պատասխան դառնալ այդ դիմադրության հարթակ։ Ուրեմն տեսեք, հոգևորական առաջնորդները վերցնենք այն ռեգիոնում, որ ես ապրել եմ, Աֆրիկայում բոլոր բռնապետների ճնշումները սկսվել է եկեղեցականների օգնությամբ։ Նելսոն Մանդելան չէր լինի, եթե Դեսմոնդ Տիտուն չլիներ։ Երկու լուսահոգիները իմ մտերիմներն էին, Դեսմոնդ Տիտուն, անգլիկան եկեղեցու ղեկավարը, իմ պաշտպաններից մեկն էր, հանդիսանում այդքան մտերիմ էինք, չասածել Բիրմայում այդ 10 քանի մոնկը, Մենաստանի ժողովուրդը, որ դուրս եկավ եւ Բիրմայի հեղափոխությունը սկսեցին նրանք, կանք մեր Հայաստանում, Սարդարաբադ, եկեղեցին կարող է։ Հիմա պետք է, այո, պետք է, քանի որ երբ որ քաղաքական իշխանությունը ձախողվում է, աշխարհիկ իշխանությունը ձախողվում է ամեն կողմից, այս կեղծ խաղաղության օրակարգով, բայց զիջողական օրակարգ, մարդկության ուղեղի պատմության մեջ դեռ կա այն Սարդարապատը, որ եկեղեցին կանգնել է մեր կողքին, համախմբել է եւ մեր ազգը վերջապես դուրս է եկել եւ հաղթել է այդ ճակատամարտները։ Եկեղեցին կարող է, եկեղեցին եթե այս կազմալուծված ձևով գնա չի անելու, եկեղեցին եթե այս պետական օրակարգը խաղա չի անելու, այդ հոգևոր հայրերը, որ գտնվում են
անազատության մեջ շփվել եմ, չեմ արտահայտի կարծիք, քանի որ անազատության մեջ են եւ չեն կարող իրենց պաշտպանության համար խոսել, կարող էին ավելին անել, չեն արել, այն Արամը, որ օրհնություն էր ուղարկել եւ մենք խիստ դիրքորոշում ենք նրա հանդեպ, Արամ առաջինը նրա հետ անձամբ զրուցել եմ եւ արդեն տեսնում ենք աթորա կռիվ, այդ օրհնություն ես ուղարկել, արդյոք դու ես այդ վարչապետի սիրված հաջորդ կաթողիկոսը, թե դու չես, հասկանում եք, այս պարակտվածությամբ շատ դժվար է լինելու, մենք միակ եկեղեցին ենք, որ 4 կամ 5 աթոռ ենք պահում, արդեն պարակտված ենք, ռուսական եկեղեցին մեկը ունի, կաթողիկները մեկը ունեն, անգլիկանը մեկը ունի, մենք պահում ենք Պոլսի, որ պարզաում շահերնա կատարում, մենք Լիբանանում, Երուսաղեմում, Հայաստանում, Լիբանանում մի հատ ուրիշ էլ կա, այսինքն 5 աթոռ ենք պահում, այդտենց պարակտված ենք, մեկս մյուսին չենք վստահում եւ 5 աթոռ ենք պահում, միակ եկեղեցական կառույցն ենք, որ 4 օֆիցիալ, բայց Լիբանանում ես գիտեմ 2 աթոռ կա, 5 աթոռ ենք պահում եւ աթոռներից ամեն մեկի շահը պահում են բացի հայկական շահերից եւ աչքել ունեն այս աթոռի վրա, այսինքն դժվար քայլ է լինելու, բայց ժողովուրդը կարա ստիպի, որ այս քանի որ աշխարհիկ իշխանությունը ձախողվում է, կարա ժողովուրդը ստիպի, որ եկեղեցին դառնա այդ ուժը։ Շնորհակալություն, պարոն Գևորգյանն է ուղղված հարցս, պարոն Գևորգյան, եթե փորձենք դիտարկել եկեղեցին որպես հենց հայ առաքելական եկեղեցին որպես մեր ազգի կամ պետության իմունային համակարգ, ձեր կարծիքով ինչ է կոնկրետ քայլեր են պետք առողջացնելու այդ համակարգը, կայունությունը վերականգնելու համար եւ այդ փլուզման առջև գտնվող այդ մարտահրավերների դիմակայումը թույլ չտալու համար եկեղեցու կազմաքանդման, էլի։ Նախ ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ Հայաստանը, այսօրվա Հայաստանը առանձին, ինչպես ասենք, վարչապետը, որը ես չեմ համարում լեգիտիմ ընտրված, ասում եմ, որ մենք պետք է մեր պատմությունը մեզ սխալ բաներ է հուշում, վերջին խոսքեր էլի, այլորդ մենք չենք կարա, եթե մենք խնդիրները փորձելու ենք լուծել այս տարածքի վրա, այսօրվա, մենք չենք կարող մոտակա 20-30 տարում դիմանալ այն ճնշումներին եւ կամ մի մասը փախնելու է, մի մասը լուծվելու է, վերանալու է ամբողջ Հայաստանը եւ հայկականությունը, սկիզբ դնելու հայկականության վերացմանը, որը այդ դեպքում ես հարցը ում է պետք է երկրագունդը, եթե հայերը չկան, թող ամբողջ երկրագունդը ոչնչանա։ Հիմա մենք կարող ենք պայքարել այդ ոնց որ ինչպես Վարդանը նշեց, մեծ Թուրան ծրագրի իհարկե կարող ենք։ Ունենք այդ հզորությունը, վստահաբար ասում կա եւ միջոցների եւ ինտելեկտուալ Ավել քան բավարար է եղել։ Այո, խնդիրը եկեղեցին, որը համաշխարհային հայկական կառույց է, ինքը լավ փոխանցում է ստացել այս ապիկար ես նույնիսկ կոլաբորատիվական չեմ համարում, սա ուղղակի թշնամական կառավարություն է, որպեսզի վերհառնվի իրան մեջ ամփոփված են եւ պարկեշտանձինք եւ դառնա հայքի, որտեղ մենք պատկերացնում ենք Հայաստանի այս կտորի գոյությունը եւ նրա ապագա զարգացումը եւ վերադարձը իր սահմաններին մենակ համաշխարհային մասշտաբներում հայքի արկայությամբ ամբողջ աշխարհում այսպես ասած ցվրված, որը կարող է համախմբի առաջերտին եկեղեցին հայ եկեղեցին իր այսպես հայկականությամբ բուն իսկապես հայկականությամբ եւ սա շատ առանցքային կառույց է, նա պետք է ամեն կերպ առողջացնել, ինչպես
դա արդեն սենց երկու խոսքով դժվար ասել, բայց պետք է ասենք ոնց որ ինչպես առողջացնել հայկական գիտությունների ակադեմիան։ Հա, օտարպես դա կարելի է իսկապես անել, եթե դա ժամանակին ստեղծել է, բազմաթիվ անգամ նշել եմ Իոսիֆ Ստալինը, հայկական ակադեմիան, գիտությունների, որը ստեղծում է ժամանակ դա իր հզորությամբ էկվիվալենտ եղել բրիտանական ակադեմիային։ Դրա համար էլ ոչ մեկին Նոբելամրցանակ չեն տվել։ Հա, հիմի ասենք ակադեմիան, գիտությունների ակադեմիան ստագնացիայի մեջ է, շատ պարզ պատճառով, որտեղ չկա պահանջը։ Այդ ազդերը պետքա եւ համապատասխան մարդիկ պետք է առաջ գան, որոնք այդ խնդիրները լուծեն։ Պատկերացնում եք 7 ֆիզիկա ինստիտուտ ունենք երկրում եւ ոչ մի հատ լուրջ ազգային գիտական ծրագիր չունենք։ Մենք պետք է արդեն մեր սեփական ռեակտորները ունենայինք եւ բազմաթիվ ուրիշ բաներ, բայց չկա, որովհետեւ չկա պահանջը առաջի հերթին։ Հիմի ասենք չկա չարիք առանց բարիքի, բոլորը ուզում են մեր վերացմանը։ Ամբողջ մեր այսպես ասած նոր եւ հին, այո, թշնամիներին, բայց մենք էլ պետքա հակառակը ցանկանանք, ասենք, երբ որ մենք ասենք խնդիրներ չունենք թուրքական ազգերի հետ, որտեղ ասենք ղազախներ, չգիտեմ, կիրգիզները վաղնջենական ժամանակներում ազդեցություն կապեր ենք ունեցել, ազդեցություն ենք ունեցել, գենետիկ ներդրում ենք ունեցել, ասենք ես չգիտեմ, դուք գիտեք թե չէ, բայց ասենք ես տվյալներ եմ ասում, նույնիսկ կորեական ազգի առաջացման 4 կոմպոնենտներից մեկն են եղել։ Ես ուզում ասում մեր ուկրաինական ազգի առաջացման։ Հա, ուկրաինական եւ այլն։ Մի խնդիրը նա է, ով կարա այդ հոգեվոր առանցքը, այդ տարան, որ ես ասում, ջուրը դուք ոնց կարաք ամփոփեք առանց տարայի։ Դուք չեք կարա ազգին ամփոփեք առանց իր հոգեվոր։ Եթե նպատակ ունեք ամփոփելու։ Հա։ Այո, եթե չունեք, պետք է այդ տարան նպատակը դա է։ Ջարդել, անցքեր բացել եւ այլն։ Շնորհակալություն պարոն Գևորգյան, ես հաջորդ հարց ուղղում եմ պարոն Փոխիկյանին եւ փորձենք այնուամենայնիվ պարոն Գևորգյանը մի փոքր շեղվեց հարցից, չնայած ընդհանուր առմամբ պատասխանեց։ Եկեղեցու դերը հանրային համախմբման գործում։ Հնարավոր է արդյոք հոգևոր դիմադրությունը վերածել պետականորեն հզոր ուժի, որը որ կկանգնեցնի հայրենիքը, այս հայրենիքի դեմ տարբեր փուլերով հարձակումները եւ ամենակարևորը այն փաստը, որ այս հակամարտությունը առանձնապես չի հետաքրքրում մեր հանրությանը, այսինքն մենք չենք տեսնում ոչ ընդվզող քայլարշավներ, միտինգներ, այսինքն մի բաներ, որոնց փորձը մեր հանրությունը ունի եւ ունեցել է համայն դեպս։ Ինչ է դա նշանակում, որ ժամանակները փոխվել են, արժեքները փոխվել են, այլևս դա հետաքրքիր չի, թե այնուամենայնիվ չկա այն առաջնորդող ուժը, որ կարողանա այդ ամբողջ կազմակերպել։ Շատ լավ, ես կարծում եմ, այո, հնարավոր է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին լինի մեր ժողովրդի մեջքը ուղղող այդ կառույցը, որովհետև փաստացի միակ կառույցն է այս պահի դրությամբ, որ համակարգ է եւ ազգային կառույց է։ Ոչնչացվել են մյուս բոլոր կառույցները, կրթությունն է ոչնչացվել, մշակույթն է ոտնատակ դրվել, մաթեմատիկայի քննությամբ պետք է ընդունվեն ամրցած բան կլինի։ Ծրագիրն է դա, որ գան մաթեմատիկա հանձնեն եւ համարվի ընդունվել են, թե չէ։ Իսկ հումանիտար ամբողջ զանգվածը պետքա կորի։ Դե տենց ոնց կլինի։ Կներես։ Այսինքն ազգի ինքնության գիտակցումը, որպես այդպեսին բոլոր ոլորտներում ընդհանուր առմամբ պարոն Խաչատրյանը այսպես ամփոփ ասաց։ Եվ այստեղ եկեղեցու դերը անչափ կարևոր է։ Բայց երբ որ նշում ենք, որ ժողովուրդը անտարբեր է, գիտեք, ես նորից վերադառնամ այն հողի վրա, հա, միշտ ուղղորդվում է Մասլոուի բուրգի սկզբունքով, այսինքն դու ժողովուրդ ասելով, հանրություն ասելով, ում նկատի ունես։
եթե նկատի ունես, որ պիտի Հայաստանում ապրող 2.5-3 միլիոն մարդիկ բոլորը նույն մտածողությունն ունենան, նույն ազգային արժեքներն ունենան, դա միամիտ մտածողություն է, որովհետև յուրաքանչյուր ժողովրդի հանրության մեջ 80% եւ ավելին դա ֆիզիոլոգիական զանգվածն է, ինքը ոչ հայրենիքի գիտակցում ունի, ոչ էլ որևէ արժեքներ, իրենց կարևոր է ուտել եւ ֆիզիոլոգիական կարիքներ հոգալ։ Ուրիշ ոչ մի բան, ցավոք բան եմ ասում։ Որ տոկոս ասես 80։ Դա ցանկացած ժողովրդի, մենակ հայերին չի վերաբերում։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ այն 20%-ը ժողովրդի ինչպիսին է եւ ինչպիսին որ եղավ 20%-ը, նրա հետևից գնալու է 80%-ը։ 20%-ից էլ 5%-ն է այստեղ առավելագույն արժեքների կրողը, ազգային արժեքների կրողը, լոկոմոտիվը։ Եթե կարողացավ իրական լոկոմոտիվ դարձավ այդ 5%-ը նվիրյալների հատվածը, Հայաստանի բնակչության առումով դա չի գերազանցում 150,000 մարդը։ Եթե կարողացավ լոկոմոտիվ լինել, ապա վստահեցնում եմ ձեզ, այն մնացած 95% ամբողջությամբ կգնա։ Ինչու է ժողովուրդը այսօր կարծես թե անտարբեր եկեղեցու նկատմամբ եւ ոտքի չի կանգնում հանուն եկեղեցու, ձեր հարցն է, չէ՞։ Ես այստեղ սա կապում եմ բացառապես եկեղեցու առաջնորդների գործունեության հետ։ Երբևէ չենք լսել, որ ամենայն հայոց կաթողիկոսը վեր կենա եւ ժողովրդին միավորվելու եւ եկեղեցին պաշտպանելու կամ եկեղեցու հետևից գնալու կոչ անի։ Ես այս հարցը հաճախ եմ բարձրացրել, որ մենք ինքներս որպես հանրային գործիչներ, մշակույթի, կրթության, քաղաքական կարող ենք ինչ-որ բաներ անել։ Ժողովրդի ինչ-որ հատված մեզնից ամեն մեկին լավ կամ վատ կվերաբերվի, դա բայց ինչ-որ հատված է։ Տեսակ Բագրատ Սրբազանը գործընթաց սկսեց, ժողովուրդը տեսավ, որ կարող է եկեղեցին առաջնորդել եւ հանրապետության հրապարակում մոտավորապես 100,000 մարդ կար։ Ընդամենը մեկ փոքրիկ գործողություն էր պետք, որպեսզի իշխանությունը վերցրեր։ Ես չգիտեմ ինչու չեղավ, չեմ կարող ասել։ Ես կարծում եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է ինչ-որ մի օր ուղերձով հանդես գա եւ հույս ունեմ, որ նաև նոր տարվա ուղերձի ժամանակ կասի, որ մենք պիտի ամբողջ ժողովրդով կարողանանք հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ տապալել հրեշի իշխանությանը։ Այլապես եթե կաթողիկոսը շարունակեց այդ իներտությունը, թող ինձ ներեն այս բառի համար, բայց եթե շարունակեց այսպես հարվածներին պատասխանել пассивությամբ, пассив դիմադրությամբ, միայն միասնության կոչ անելով, ես չեմ ասում իրար դեմ հանի, բայց ի վերջո ժողովուրդը սպասում է այդ թվում, չգիտեմ, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի շարքային բնակիչը սպասում է կաթողիկոսի խոսքին։ Սա է կարևոր։ Հասկանալի է ձեզ մոտեցումը, շնորհակալություն, հիմա հարցերի շրջանը համեցեք պարոն Խաչատրյան։ Եթե կարելի է ուղղակի մի թեթև բարձաբանում, եկեղեցին ընդհանրապես համրաքայլ ընթացք ունեցող կառույց է։ Այսինքն ինքը բոլոր ժամանակներում այդպիսի հեղափոխական ագրեսիայի աշխատում է չձգտել։ Դա թողնելով քաղաքական ուժերին, թողնելով աշխարհիկ իշխանություններին եւ այլն եւ այլն։ Այսպեսին է ինստինկտը եկեղեցու։ Որովհետեւ եկեղեցին գիտի, որ ինքը շարունակելու է, իսկ կամայական քաղաքական իշխանություն ժամանակավոր է։ Կլինի նույնիսկ դինաստիոն իշխանություն, որ ինչ-որ դինաստիաներն են, ինչ-որ ժամանակ սպառվում են, ցած են իջնում պատմության թատերաբեմից, եկեղեցին շարունակում է իր ընթացքը։ Ինչից ելնելով, ասենք, ու դժվար է ասել, օրինակ Հռոմի Պապը ինչի չի ասում, բերեք գնանք եւ փրկենք մերձավոր արևելքի գենոցիդի ենթարկվող քրիստոնյաներին։ Չի ասում, չէ՞ այդ բանը։ Ինքը ասում, բայց այնտեղ գենոցիդ են անում։ Եվ եկել եմ Հայաստան, որ խնդրեմ, որ հայերն են մենակ կարողացել գենոցիդի հարցը ամբողջ հասակով կանգնացնել աշխարհի առաջ, որ հայերը գնան պարզեն այնտեղ ում են սպանել, ինչ են արել, բան ներկայացնեն իր վրայից, թողնում է հայերի վրա այդ բանը։ Ինչի, որովհետև եկեղեցին, որպես այդպեսին, հա այդպեսի ինստինկտ ունի իր ներսում։ Նա քաղաքական կոնտրաստային միավոր չի։ Նա գիտի, որ միշտ հաղթելու է ինքը վերջին հաշվով։ Պատմական փորձը այդ է ցույց տալիս, որ հա դրվել է խնդիրը, որ այդ կրոնները պետքա չլինեն, որովհետեւ չխանգարեն համաշխարհային էլիտային։ Համաշխարհային էլիտան կրոնների դիմադրությունը չի կարողանալու հաղթել, համաշխարհային կրոնների մասնախոսքը։ Բայց կարողացել են արդյոք համաշխարհային կրոններին դուրս բերել թատերաբեմից։
Իհարկե ոչ։ Իսլամին հնարավոր է դուրս մղել թատերաբեմից այսօր։ Իհարկե ոչ։ Բայց իսլամը ունի նաև այդպիսի քաղաքական դրսևորումներ, ցասման օր եւ այլն։ Քրիստոնեից եկեղեցին այդպիսի բան չունի։ Այսինքն նրա մոտ ինստինկտիվ ընթացքը пассивացված է նաև նրանով, որ նա հետընթաց է արցանագրել վերջին շրջանում։ Այսինքն քրիստոնեի թիվը պակասում է, կոնկրետ Ամերիկայում, ասենք այսօր Թրամփը, այսպես ասած, տագնապի շչակը հնչեցնում է, չէ՞, ասելով, որ դե 50%-ից ցած է, չէ, արդեն քրիստոնեի թիվը ամեն տարի 1% պակասում է։ Ոնց ալնելու, բայց ծանոթության կենտրոնն ի՞նչն ալնելու Ամերիկայի։ Այսինքն ինքը Ռուսաստանում է նույնը։ Չէ, Ռուսաստանում էլ է նույնը, դա սեկուլարիզացիա է կոչվում, այսինքն կրոնաթափություն։ Կրոնաթափության ընթացք է տեղի ունեցողը, բայց ասել, որ դու համաշխարհային կրոններին դուրս կբերես քաղաքական թատերաբեմից եւ ընդհանրապես հասարակական թատերաբեմից, դա հնարավոր բան չի, որովհետեւ այդ համաշխարհային կրոնները նրանք եւ ուժեղ են, եւ տարածված են, եւ վերահսկում են իրենց հոտը, ոչ այնպես ինչպես իսլամը միգուցե մեր մոտ, բայց էլի վերահսկում են։ Այլ հարցեր։ Ну, ես նորից էլի շեշտում եմ, կրոնը ես իհարկե այսպես ասած կրոնապաշտ չեմ, բայց ես հավատում եմ արարչի գոյությանը, ես առավել ես ուղղակի դա իմ ասպարեզում ապացուցում է, որ ոչ ես հավատա, եթե դու գիտես կոնստանտն է։ Հա, եւ տվյալ պարագայում, ասենք, եկեղեցին, հայ եկեղեցին մեծ միսիա ունի, մեծ առաքելություն ունի, մենք նրա շնորհիվ պետքա օգտագործելով նրա ներուժը պետքա ստեղծենք հայքը, որը լինելու է տվյալ այս Հայաստանի հիմնական պաշտպանը։ Մենք եթե այդ պետությունը, որը սկզբից պետքա երկինքներում ձևավորվի, չստեղծենք, ապա մենք այս փոքր երկիր չենք կարող պահել եւ առավել եւս զարգացնել, չեն թողելու ուղակի, իսկ եթե դա այդ լինի, իսկ ինչ անը վարչապետը հայ հենց հարվածներ ուղղվածա, ասում է Շվեյցարիայում է, կարծեմ, ասում է ես ձեր հետ գործ չունեմ, հայ համայնքը հավաքվել է, ինքն է երևի կազմակերպել, բայց դու այն կեր, դու գնացել ես ընդ հայ մարդուն ասում ես ես քո հետ գործ չունեմ, դու ով ես։ Դե կոսմոպոլիտ է ուզում ցույց տալ։ Ամեցեք խորհրդական Պարոն Նայիրի ասած այդ տոկոսները, որ բարձրաձայնում են, իրականում դա հնուց եկած, եթե Աստվածաշնչի վրա հիմնվենք, երբ որ Մոսեսը 12 լրտեսին ուղարկում է, 12-ից 2-ը հետ են գալիս եւ ասում են մենք կարող ենք հաղթել, մնացած 10, այսինքն 12-ի 2-ը դա 16%-ն է։ Բոլոր քաղաքական գործիչները գիտեն այդ թվի մասին, եթե լուրջ քաղաքական գործիչներ, բայց այդտեղ կա մի այլ էֆեկտ, հայերենում երևի ձնագնդիկի էֆեկտ են ասում, ինչ են ասում, բայց ես համաձայն չեմ, որ մեր ազգը անտարբեր է, ոչ, ազգը անտարբեր չի, ազգը խոհեմ է, եւ մենք կոչ ենք անում, որ այդ եկեղեցու բախումները չլինի, այդ քաղաքական դեմքերին է, որ ես զարմանում եմ, ով շարժում է անում նույն դեմքերը այնտեղ կամերայի դեմը կանգնած է, ոնց են այդեն շուտ գաղափարապես փոխվում, էլի, ասենք Քոչարյանն անում ընդեղ են, այս անում ընդեղ, նույն դեմքերն են, նույն կամերայի, դա կներեք, այս արտահայտության համար կապիկություններ եմ, էլի տեսնում այդտեղ, հիմա մեր ժողովուրդն էլ լինելով խոհեմ, պետքա չգնա, պետքա ուզում է գնա իջմիածին, թողեք դատարկ, թող Դոն Կիխոտի պես գնա, շենքի հետ կռվի, էլի, Դոն Կիխոտը ոնց է շենքի հետ կռվում, այդ այս բախումներից չգնաք, ասում եմ, երկու հակար դարձող ուժ հավաքեք, ես քաղաքացիական պատերազմ եթե չէ, անց բախումներ ստեղծեմ ու դա էլի եմ ասում մեդիաններ, ուրիշ, դա սովորական պրակտիկա է, իսկ ինչքան սենց երկարի, թե Փաշինյանը, թե ամեն քաղաքական պայքար փողոցի, ինչքան երկարում, այնքան շատ արտաքին ուժերը ընդգրկվում են, ներդրվում են այդ պայքարի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Արարք, թույլ տվեք սրանով այսօրվա հաղորդումը ավարտել։ Մենք 2026 թվականին հաճախ կհանդիպենք այս ֆորմատի մեջ, մասնակիցները կփոխվեն, բայց ֆորմատը կմնա նույնը եւ մենք կփորձենք
ուրեմն քննարկել ձեզ հետ միասին ամենակարևոր հանրությանը հետաքրքրող հարցեր, ինչպես նաև փորձենք գտնել որոշակի ուրեմն պատասխաններ հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերի շուրջը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, հիշեցնեմ, որ մեր հաղորդման մեջ մասնակցում էին կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը, ֆիզիկոս, հասարակական գործիչ Աշոտ Գևորգյանը եւ լրագրող, մեդիա փորձագետ եւ հասարակական գործիչ Նայիրի Հողիկյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։